բարձրանա գազի գինը ռուսական կողմի պահանջով։ Զարգացումներ չկան, վերջին եւ առաջին տեղեկատվությունը դա այն տեղեկատվությունն է, որ շուրջ 20 օր առաջ է եղել, մենք ինտենսիվ աշխատում ենք Գազպրոմի մեր գործընկերների հետ, այս բան ավելացնելու ոչինչ չկա, այսինքն նոր բան չկա, փոփոխություններ չկան, մենք գազը ստանում ենք կանոնավոր գրաֆիկով, ստանում ենք այն սակագնով, որը գոյություն է ունեցել, այդ սակագինը սահմանված է պայմանագրերով, դեռևս այդ պայմանագրերը իրեն ժամկետի մեջ են գտնվում, պայմանագրերը մինչև տարեվերջ եւ 2027 թվականի տարեսկիզբ դեռևս, ուրեմն ժամկետի մեջ են գտնվում, սրա մասով նոր զարգացումներ չկա, ավելին ես պիտի հարգելի գործընկերներ, աշխարհում ամեն ինչ հնարավոր է, չեմ կարողանա ասել, հնարավոր է թե հնարավոր չի, բայց այս պահին ունենք այն իրավիճակը, ինչի մասին ասացի եւ պիտի նաեւ ասեմ, որ իմ տպավորությամբ մամուլում մեկնաբանությունները շատ ավելի վատն են, քան իրականում գետնի վրա տեղի ունեցող, որովհետև գետնի վրա մենք բնականon հունով գազը մատակարարում ենք, ստանում ենք այն սակագնով, որը սահմանված է, աշխատում ենք գործընկերների հետ, այնպես ինչպես աշխատել ենք նախկինում, այսինքն ավելացնելու, մեկնաբանելու այլ բաներ ճիշտ է, պարոն Խուդատյան, պաշտոնական որևէ դիմում չունի հայկական կողմը, որ ոչ սակագնի վերանայման մասով պաշտոնական այլ տեղեկատվություն չկա, քան այն տեղեկատվությունը, ինչը հրապարակվել է մամուլում շուրջ 1 ամիս առաջ, մեր գործընկեր նախարարության միջոցով ենք ստացել գրություն, այդ բովանդակությամբ, բայց նորից պիտի ասեմ, մենք մեր ռիսկերը կառավարում ենք, այդ թվում սակագնի ավելացման մասով, մտահոգություններ, թույլ տվեք շատ փակագծեր չբացել, մեր ռիսկերը մենք կառավարում ենք, որովհետև այդքան էլ պատկերը այնպեսին չէ, ինչպեսին կարող է տպավորություն ստեղծվել առաջին հասկացում։ Չի ստացվի, որ եվրոպական գներ սահմանվեն նաև Հայաստանի համար։ Չեմ կարող ասել ինչ կստացվի, ես կարող եմ ասել, որ քաղաքացիները մտահոգվելու առիթ այս պահին այդ առումով չունեն։ Դուք ասում եք վիճակավոր փոփոխություն։ Ոչ, հնարավոր փոփոխություն չկա, որովհետև մենք պայմանագիր ունենք եւ այդ պայմանագրի ժամկետը ձմեռվանից էլ հետո է լրանում։ Հարգելի գործընկերներ, միակողմանի պայմանագիր խզվելու համար հիմքեր են պետք։ Մենք նորմալ աշխատում ենք, ստանում ենք գազը այն սակագնով, որով ստացել ենք, ստանում ենք գազը այն գրաֆիկով, որով ստացել ենք գործընկերների հետ, նորմալ չէ, շատ լավ աշխատանքային հարաբերություններ ունենք, մեր աշխատանքային հարաբերություններում ոչինչ չեն փոխվել։ Հիմքը կարող է լինել, որ Լավրովը նաև 3 հայտարարել։ Դե հիմա մենք ԵԱՏՄ-ի եւ ԵՄ-ի մասով արդեն ասել ենք, դրա հետ կապված ավելացնելու ոչինչ չունենք եւ կարծում եմ դա տեղեկատվություն, այսինքն փոխանցեցի ձեզ ամբողջությամբ խնդրում եմ չստեղծել այնպիսի տպավորություն, որ Հայաստանում ավելի շահագրգռված ենք գազի գնի բարձրացման, որտեղ դուք ասում եք դրանք այդքան վատ չէ, ինչպես ներկայացվում է։ Բայց ամեն դեպքում ես պնդում եմ, որ մենք ունենք պայմանագիր, որը ժամկետի մեջ է եւ հիմա շարժում ենք այդ պայմանագրով։ Դուք ասում եք վիճակը այդքան վատ չէ, ինչպես որ ներկայացում է, բայց Լավրովը երեք ասել, որ պետք է հրատապ այդ հարցը լուծվի ԵԱՏՄ-ից դուրս գալու, այսինքն արդեն մեզ ոչ թե ընտրության հնարավորություն են տալիս, այլ ասում որ պետք է դուրս գաք։ Հիմա այս դեպքում ինչ պետք է անի Հայաստանը։ Այսինքն կողմնորոշվելու անգամ տեղ։ Մենք դրա հետ կապված մեկնաբանություններ բազմիցս արել ենք, որ Հայաստանը ԵԱՏՄ-ի անդամ է եւ մեր պլանները այս պայն այնպեսին են, ինչի մասին հանրապետության վարչապետը բազմիցս հայտարարել է։ Մենք ԵԱՏՄ-ում ենք եւ վերջ։ Այս պայն մենք ԵԱՏՄ-ում ենք եւ վերջ։ Փաշինյանին, Ռուսաստանի Դաշնության նախագահը դե թույլ տվեք չմեկնաբանում եք հարցը։ Փաշինյանին ասում է, մինչեւ վերջնական արդյունքներ ընտրությունների չլինի։ Շատ լավ, կան երկրներ, հարգելի գործընկերներ, կան երկրներ, որոնց ղեկավարները սպասում են պաշտոնական արդյունքների հրապարակմանը, կան երկրներ, որոնց ղեկավարները սպասում են նախնական արդյունքների հրապարակման, այսինքն հիմա շատ լավ պաշտոնական արդյունքների հրապարակումից հետո այդ հարցին ոչ չեմ տեսնում։ Պարոն Խուդատյան, հարգելի գործընկերներ, ընտրությունների պաշտոնական արդյունքները դեռևս չկան եւ հանրապետության վարչապետի արտասահմանյան գործողումների գրաֆիկ էլ դեռևս չկա ենթադրվում։ Իմանաք որ երկիր մեկնեցել։ Պարոն Խուդատյան, Երևանից ընդդիմադիր տարբեր ուժեր Facebook-յան գրող էին սկսել, թե դուք Մեղրաձորում 0 ձայն եք ստացել, այնինչ ըստ արձանագրության 717 ձայն։ Ըստ ձեզ ինչ նպատակ ուներ այդ մեդիա տերոր ասացություն ստեղծել, որ մեր իշխանությունը ընտրությունների կազմակերպման մասով նման է Սերժ Սարգսյանի եւ Ռոբերտ Քոչարյանի իշխանություններին, այսինքն ընտրակեղծարար իշխանություն է,
Բնականաբար հասկանում եմ ԲՀԿ-ի գործընկերներին, իրենք շեմային վիճակում են գտնվում եւ որոշակի քվեների տեղաշարժ կարող է արդյունք ապահովել իրենց համար, ես էլ լինեի իրենց տեղ վերահաշվարկի համար կդիմեի, այդ մասով այտենց ֆորս մաժորային ինչ-որ իրավիճակ չունենք, վերահաշվարկը կարվի կհասկանանք վերահաշվարկի արդյունքում փոխվում է պատկեր թե չէ, բայց եթե պատկեր նույնիսկ փոխվի, ավելանա ինչ-որ քաղաքական ուժերի կամ պակասի ինչ-որ քաղաքական ուժերից, դա լինելու է մի քանի քվեների համար, այսինքն ընդհանրապես խոսքը մի քանի քվեի մասին է եւ պիտի ասեմ, որ արդեն մինչ այս պահ տեղի ունեցած ճշգրտումների արդյունքում ամենաշատը ավելացել է քաղաքացիական պայմանագիր կուսակցության քվեները, այսինքն տրամաբանություն չկա նաեւ այդ առումով մեկնաբանությունները չեմ հասկանում ինչի մասն է, քաղաքացիական պայմանագիրը, օրինակ ընտրությունները պայմանական ասած կեղծի այնպես, որի արդյունքում իր քվեները քաղաքացիների կողմից ստացած քվեների համար արձանագրվեն օրինակ 1000-ով ավելի ցածր, այդտեղ տրամաբանություն չկա, իսկ այն որ ընդդիմությունը այս ընտրություններում ձախողվել է, իրենց ակնկալիքը որն էր բաժանել հնարավորինս մեծ թվով ընտրակաշարք, ապահովել այլ երկրներից հնարավոր մեծ թվով մարդկանց մասնակցություն, ինչի ականատեսը եղանք վերջին ուրեմն շաբաթների ընթացքում, բայց հասկանալի է, որ նաև այդ հանգամանքը փորձել են ամբողջությամբ գործի դնել, ինչը կանխվել է, չի ստացվել, մասնավորապես հակակոռուպցիոն կոմիտեի կողմից բազմաթիվ ձայնագրություններ են հրապարակվել եւ երեք էլ նաեւ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը ասաց, որ դեռևս առաջիկայում էլ որոշակի հրապարակումներ կլինեն, նոր քրեական գործեր կլինեն այս մասով, հասկանալի է, որ Նաև ընտրակաշարքի ազդեցությունն է մեծ եղել, բայց ընտրակաշարքով էլ նույնիսկ ընդդիմությունը այնքան ապաշնոր է, որ չի կարողացել իր համար բաղձալի հաղթանակ ունենալ, ինչը մեր համար խիստ կանխատեսելի էր, որովհետև հնարավոր չի հարգելի գործընկերներ հրապարակում ունենալ 10,000 մարդ, հետո հայտարարել, որ ունենք 80,000 մարդ եւ ակնկալել, որ դե 80,000 մարդ ենք ունեցել հանրահավաքին, դա հսկայական թիվ է։ Հիմա անդիմությունը հետեւյալն է անում, փորձում է ստվեր գցել ընտրության արդյունքների վրա։ Բայց դա էլ չի ստացվելու իրենց մոտ, որտեղ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները գնացել են ընտրության, իրենք գիտեն ում են քվեարկել, իրենք գիտեն մոտավորապես իրավիճակը ոնց է, այսինքն էական ինչպես է գնահատում, որ Ռուսաստանը մինչև օրս չի շնորհավորել։ Ես ասեցի կան երկրները ըստ ամենայնի, որոնց ղեկավարները սպասում են նախնական արդյունքներից հետո շնորհավորելին, կան երկրներ, որոնք սպասում են վերջնական արդյունքներից հետո վերջնական արդյունքների միտում չկա։ Չեմ տեսնում միտում, քանի որ վերջնական արդյունքները չեն հրապարակվել, եթե ուշադիր լինենք, կարող պարզի, որ էլի այլ երկրներ կան, որոնց ղեկավարներն էլ դեռ չեն շնորհավորել, Երկրները շնորհավորել են։ Եվրոպական երկրներ, ոչ միայն եվրոպական երկրներն են շնորհավորել, օրինակ Վրաստանի վարչապետն է շնորհավորել առաջիններից մեկը, Ղազախստանի նախագահն է շնորհավորել առաջիններից մեկը, եվրոպական երկրները շնորհավորել են, բայց վստահաբար եվրոպական երկրներն էլ ոչ ամբողջ կազմով են շնորհում։ Ես միտում շատ լավ, մեր ռազմավարական դաշնակիցը ըստ ամենայնի սպասում է պաշտոնական տվյալների ամփոփանը, իդեպ դրան էլ ենք մենք սպասում։ Չեմ կարող ասել հարգելի գործընկերներ, խնդրում եմ այդ հարցերը վարչապետի աշխատակազմ կամ արտաքին գործերի նախարարության։ Այսպիսի հայտարարություններ արել, որ իրենց ցույց ամենայն դեպս կարծում ենք այդպես է, որ 8 падգամավոր դիրքորոշումը կփոխի եւ Նիկոլ Փաշինյանը իր աթոռը կկորցնի նախորդ գումարման ընդդիմությունները։ Ճիշտ կանի զգուշ լինի, որովհետեւ վերջին իրադարձությունները ցույց են տվել, որ սովորաբար այդպիսի դեպքերում ընդդիմությունից են տեղափոխվում իշխանություն։ Բազմաթիվ այդպիսի իրենք զգուշ պիտի լինեն դրա մասին խոսելով, որովհետև կարող է պատկերը լինել այնպես, ինչպես նախորդիվ եղել է։ Չեմ սպառնում։ Պարոն Խուդարյան, դուք ասում եք ճախճախվել է ընդդիմությունը, բայց ամեն դեպքում Փաշինյանն էլ 49% ձայն է հավաքել։ 49% չենք հավաքել, հավաքել ենք 40։ Դա Փաշինյանին աջակցող։ Հարգելի գործընկերներ, ըստ էության նա 50% նույնիսկ ձայն չի հավաքել։ Սա խնդրահարույց չէ ձեզ համար։ Ոչ խնդրահարույց չի մեզ համար, պարլամենտական կառավարման երկրում մենք արդեն 8 տարվա իշխանություն ենք, եթե ուշադիր լինեք աշխարհի տարբեր երկրներում կոալիցիոն կառավարություններ են ձևավորվում նաև այսպիսի ընտրությունների արդյունքում, իսկ քաղաքացիական պայմանագրի դեպքում քաղաքացիական պայմանագիր անգամ չի աջակցել։ Թույլ տվեք հարցին պատասխանել։ Մեզ աջակցել է ընտրության մասնակիցների 49.9%-ը, որի եւ 50%-ի մեջ տարբերությունը ընդամենը 1500 ձայն է եւ վերահաշվարկն էլ ավարտված չի բացառվում, որ եւս 1500 ձայն ավելանա, ինչպես օրինակ ավելացել է մի քանի տեղամասերում ամփոփման արդյունքում, բայց այստեղ նաեւ 49.9 եւ 50-ի մասին չի խոսակցությունը քաղաքացիների ճնշող մեծամասնության քվեն ստանալու մասին է եւ այդ մեկնաբանությունը թույլ տվեք ձեր հետ չկիսեմ ինչ է նշանակում փոշիացող ձայների արդյունքում։
շատ լավ, դե փոշիացող ձայների արդյունքում թող ուժեղ Հայաստանը կարողանար մեծամասնություն կազմել։ Հարգելի գործընկերներ, մենք թույլ կտակ մենք 2.5 անգամ, 2 ավելի քան 2 անգամ ավել ձայն ենք ստացել, քան իրենց ընտրություններից առաջ իշխանություն հռչակած, ինչ-որ տարօրինակ աշխատասենյակում, տարօրինակ կառավարության կազմ ձևավորած եւ տարօրինակ մարդուն պարոն վարչապետող դիմով քաղաքական ուժը։ Բաղկացեք ինչպիսի խայտարակություն է հավաքվել մի սենյակում, ձևավորել կառավարություն, ընտրել նախարարներ, ունենալ պաշտպանության նախարար, որը կարծում է թե 155 մմ-անոց տրամաչափով, ուրեմն հրետանու միջոցին, այսինքն մեծ կամ փոքր արկ տեղադրել ընդամենը որակական խնդիր է, ունենալ մարդ, որը Հայաստանի Հանրապետության քաղաքացի չի եւ նույնիսկ ընտրություններում հաջողություն հասնելու պարագայում էլ չէր կարող լինել վարչապետ, բայց ընտրություններից 1-2 ամիս առաջ այդ մարդուն ինչ-որ այլ տարօրինակ մարդիկ դիմում են պարոն վարչապետով եւ դրանից հետո գնալ ընտրության ստանալ 23% աջակցության քվե, պիտի այդպիսի դիմության, պիտի այդպիսի շատ լավ, մենք էլ ստացել ենք 700 Մենք էլ ստացել ենք 730,000 ձայն, մենք էլ ստացել ենք 730,000 ձայն, որը շատ ավելին է, քան ստացել ենք 2021 թվականին։ Չտպավորություն մի ստեղծեք, որ մեր ձայները պակաս է 2026 թվականի ընտրություններին, առավոտյան ժամը 8-ից մինչև երեկոյան ժամը 20:00-ն ընկած հատվածում Հայաստանի Հանրապետության շուրջ 40,000 ավել քաղաքացիներ գնացել են ընտրության, որոնք մասնակցել են եւ ընտրել են քաղաքացիական պայմանագիր կուսակցությանը։ Այսինքն մենք 2020 ուրեմն թույլ տվեք ասել, որ մարդկանց շատ իշխանությունն էլ ավելի շատ ստացել։ Ասում եմ 21 թվականին ավելի շատ քիչ ձայն է ստացել, 300 քանի հազար ձայներ ստացել, հիմա ստացել 540,000 ձայն 3 ընդդիմադիր ուժերը, մնացած ուժերին չեմ հաշվում։ Հիմա սա արդյոք խնդրահարույց չէ իշխանության համար։ Ոչ, իշխանության համար խնդրահարույց չէ, որովհետև քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը ստացել է, ես մտահոգվածի տեսք ունեմ կամ մտահոգվածի դեմք ունեմ։ Հայտարարել էր, որ եթե դուք սահմանադրական մեծամասնություն չկազմեք, սեպտեմբերին պատերազմ է լինելու։ Դուք չեք կազմել մեծամասնություն սահմանադրական, սեպտեմբերին պատերազմ լինելու է, թե ոչ։ Մենք որպես Հայաստանի իշխանություն ամեն ինչ անելու ենք, որ Հայաստանում լինի խաղաղություն եւ օգոստոսի 8-ին 2025 թվականի հաստատված խաղաղությունը Հայաստանի Հանրապետության համար լինի հավերժ խաղաղություն։ Եվ մենք քաղաքացիներից եւ մենք թույլ տվեք այդ հանգամանքը շատ չկապեմ սահմանադրական մեծամասնության հետ։ Մենք հաղթել ենք վստահ եմ, որ process-ները խիստ կառավարելի են եւ Հանրապետության վարչապետի առաջնորդությամբ մեզ հաջողվելու է Հայաստանի Հանրապետության խաղաղության ժամանակահատվածը դարձնել տևական եւ հավերժ։ Ինչպես եք ընդունելու, եթե չունեք սահմանադրական մեծամասնություն։ Այդ հարցի ասացիատերը տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունը չի, ես օրենքի շատ մանրամասներին էլ չեմ տիրապետում, գիտեմ, որ երեք նաեւ Տիկին Գալյանին եք այդ հարցը տվել եւ իմ գործընկեր Տիկին Գալյանը պատշաճ պատասխանել է այդ հարցին։ Պարոն Խուդաչյան, բայց Փաշինյանը իրատեսական էր համարում, որ սահմանադրական մեծամասնություն եք ապահովելու, ըստ ձեզ ինչու ձեր թիմին չհաջողվեց դա։ Չեմ կարող գնահատական տալ իրատեսական ենք համարել, թե իրատեսական չենք համարել, ձգտել ենք առավելագույն անել, շատ լավ, մենք բոլորս ձգտել ենք առավելագույն անել, ավելի շատ քաղաքացիների վստահության քվեն ստանալու մասով, կարծում եմ ընտրություններին մեծ ազդեցություն է ունեցել ընտրակաշառքի հանգամանքը, այդ թվում նաև այլ երկրներից Հայաստան 1 օրով, 2 օրով, 3 օրով եկած եւ Հայաստանում ընտրության մասնակցած ուրեմն քաղաքացիների մեծ լինելու հանգամանքը տեսակ, որ այդ թվերը նաև ըստ ամենայնի պայմանավորված էր, դրանով էր պայմանավորված նաև ընտրությունների մասնակցության աննախադեպ ցուցանիշը, բայց նորից պիտի ասեմ, շատ լավ կան նաև այդպիսի մարդիկ, ովքեր մեզ են ընտրել, կան նաև այդպիսի մարդիկ, ովքեր այլ երկրներից եկել են եւ ընդդիմությանն են ընտրել, ընտրակաշառքով ընդդիմության օգտին բնականաբար քվեարկողներ կան, ընտրակաշառքով իշխանության օգտին ոչ մի քվեարկող չկա, որտեղ մենք երբևէ, որովհետեւ մենք կան բազմաթիվ, ինչպես Ձեր օգտին է նաև վարչական ռեսուրսով։ Մեր օգտին վարչական ռեսուրսով քվեարկողներ չկան։ Մենք Տաշիր պիցայի
սեփականատերը չենք, որ մեր աշխատողներին այնպիսի իրավիճակում դնենք, որ իրենք ստիպված մեր օգտին քվեարկեն։ Գոհար Մելոյանը ասում էր, եթե այս աստիճանի խախտումներ չլինեին, հիմա Սամվել Կարապետյանը կլիներ իշխող ուժի առաջնորդ։ Պարոն Խուդատյան, ինչպես կմեկնաբանեք։ Թույլ տվեք ես մեր նախարարության հսկայական գործը թողած Գոհար Մելոյանին չմեկնաբանեմ։ Եվ մեկ էլ մոդուլյար ատոմականի հետ կապված, դուք նշեցիք հրաշալի հարց եք կայացրել եք, կարող ենք ասել, որ ամերիկյան կողմի հետ ամենայն հավանականությամբ աշխատանքները կշարունակվեն։ Ոչ, ես ասացի, որ մենք տեսակի ընտրություն ենք իրականացրել, այսինքն որոշել ենք, որ Հայաստանում նոր ատոմականը պիտի լինի մոդուլյար տիպի ատոմակայան, մոդելի եւ հետեւաբար ուրեմն արտադրող երկրի ընտրություն չեն կատարել, որտեղ մոդելի ընտրությամբ է պայմանավորված արտադրող երկիրը։ Ամերիկյան կողմից էլ ունենք առաջարկներ եւ ուսումնասիրում ենք, ֆրանսիական կողմից էլ ունենք, ռուսական կողմից էլ ունենք, կորեական կողմից էլ ունենք, չինական կողմից էլ ունենք։ Ռուսականն էլ մոդուլյար արտադրում, այսինքն ունեն իրենք մոդուլյարի որոշակի մոդել, որը այս պահին ուրեմն նավի վրա է տեղակայված, ունեն տարբեր երկրներ, իմ թվարկած բոլոր երկրները ունեն մոդուլյար ատոմականների մասով տարբեր առաջարկներ, որոշում կայացնելու մասով չենք շտապում, որովհետև Հայաստանի ատոմային էներգիակայանի հնարավորությունները դեռևս երկար այնպիսին են լինելու, որ կարողանանք մենք այն պահել էներգահամակարգում եւ զեկուցի ժամը առնվազն մինչեւ 2036 թվականը, որտեղ հիմա շահգործման ժամկետի երկարացման ծրագիր ենք իրականացնում եւ դրա ավարտից հետո արդեն օգոստոսի վերջ սեպտեմբերին մենք կունենանք թույլտվություն ատոմականի շահգործման ժամկետը երկարացնել մինչև 2036 թվականը, բայց դա չի նշանակում, որ մեր ատոմականը դրանից հետո ի վիճակի չի լինի մնալ էներգահամակարգում, դրանից հետո շահգործման ժամկետի երկարացման նոր ծրագիր կիրականացնենք, որի արդյունքում, այսինքն մեր փորձը չունի կառավարությունը։ Կառավարությունը շտապելու բան չունի, մանավանդ այն հանգամանքով պայմանավորված, որ այս մոդուլյար ատոմականների մասով ուրեմն նոր տեսակի ատոմականներ են սրանք եւ ինչպես ցանկացած նոր արտադրանք, այնպես էլ ատոմականների մասով նոր եղած ժամանակ գները բնականաբար ավելի թանկ են լինում, քան որոշակի ժամանակ հետո։ Եթե նա ավելի հզոր է եւ ամբողջությամբ ծածկում է Հայաստանի պահանջները էլեկտրաէներգիայի հետ կապված, արդյոք ռիսկային չի լինելու, որտեղ կան տեսակետներ մասնագետների կողմից, որ մոդուլյարը իր հզորությամբ մի քանի անգամ զիջում է այն ատոմական։ Հզորության հետ կապված խնդիր չկա, մենք ընտրում ենք այն հզորությունը, որը ցանկանանք ընտրել, այսինքն մեր էներգետիկ համակարգին եւ Հայաստանի պատկերացումներին եւ սպառումներին մեր համակարգի ուրեմն համահունչ, այսինքն կարող ենք մոդուլյար ընտրել 100 մեգավատ հզորությամբ, կարող ենք մոդուլյար ընտրել 1000 մեգավատ հզորությամբ, կախված մոդուլների թվից եւ այն կարիքներից եւ այն ֆինանսական հնարավորություններից, ինչ ունի Հայաստանի Հանրապետությունը։ Ինչի մոդուլյար, որովհետև մոդուլյար ատոմակայանը ավելի ճկուն է եւ էներգահամակարգում իր աշխատանքը բնականաբար ավելի սինխրոն է լինելու։ Մենք պլանավորում ենք եւ հիմա էլ գնում ենք այն ճանապարհով, որ վերականգնող էներգետիկայի տեսակարար կշիռը Հայաստանի Հանրապետության էներգետիկ համակարգում ավելացնում ենք, իսկ դա մեզ բերում է անհրաժեշտություն ավելի ճկուն գործիքներ ունենալու, մասնավորապես արևային կայանների թվի եւ դրվածքային հզորության աճով պայմանավորված մենք հիմա որոշակի սեզոնների, ցերեկային որոշակի ժամերի ստիպված ենք լինում լիցքաթափել մեր հիմնական էներգետիկ հզորությունները, պարոն Մեսոպյան, մնաս, եթե ինչ-որ բան ավելացնել, դե կատակ եմ անում, էներգետիկայից ենք խոսում։ Մեր հզորությունները ուրեմն ճկունություն հաղորդելու համար, օրինակ ցերեկային ժամերին երբեմն ստիպված ենք լինում էներգետիկ համակարգից անջատել Երևանի ջեկը եւ այն օրինակ գերեկոյան ժամին, երբ որ արևներ չկա, նորից բերել էներգետիկ համակարգ, ստիպված ենք լինում մեծամորի ատոմականի հզորությունը որոշակի չափով ցերեկային ժամերին իջացնել, այո, որոշակի ժամերին ավելցուկ կա, բայց նաեւ արտահանման ծավալների մեծացման պայմանավորված պլանավորում ենք, որ այդ ավելցուկը պիտի արտահանենք այլ երկրներ, մասնավորապես հիմա հաջողությամբ արդեն մեկնարկել ենք դեպի Վրաստան գնացող եւ երկար սպասված գծի կառուցման աշխատանքներ, իհարկե ժամկետի առումով բավական երկար մի քանի տարի անհրաժեշտ է լինելու այդ գծի կառուցման համար, բայց օրինակ այդ գծի կառուցումով մենք հնարավորություն կունենանք մեր երկրում արտադրված էլեկտրաէներգիան արտահանել Վրաստան եւ Վրաստանով արտահանել նաեւ այլ երկրներ, հաջողությամբ արտահանում ենք իրականացնում Իրանի Իսլամական Հանրապետություն եւ 400 կՎ գծի կառուցման աշխատանքները առաջիկայում ուրեմն ավարտական փուլում են գտնվում, այդ գծի կառուցման պայմանավորված կկարողանանք ավելի մեծ ծավալի էլեկտրաէներգիա արտահանել, այդ թվում նաեւ Իրանի Իսլամական Հանրապետություն, չնայած հիմա ամբողջ տարվա ընթացքում մենք առանց դադարի դա անում ենք։ Վրաստանն երբ եք նախատեսում արտահանումը։ Գծի կառուցման որոշ
հատվածների մասով շինարարական աշխատանքների ժամկետը նախատեսված է մինչև 6 տարի եւ այդտեղ էլ ունենք միջազգային կապալառու ընկերություններ, մասնավորապես չինական ընկերությունը սպայն աշխատանքները մեկնարկել մի լոտի մասով եւ այդ ժամանակահատվածում ավարտելուց հետո մենք կկարողանանք արդեն Հայաստանի էներգետիկ համակարգը ավելի մեծ թողունակությամբ կապել Վրաստանի էներգետիկ համակարգին։ Սրան զուգահեռ նաեւ պիտի ուրախությամբ արձանագրեմ, որ Հայաստանում էլ ավելացել են էլեկտրաէներգիայի սպառման ծավալները, այդ թվում նաեւ ուրեմն արհեստական բանականության սերվերների մասով եւ եթե մեր արտադրական կարողությունները մեզ թույլ տան շատ ավելի շատ էներգիա կարողանալ արտադրել Հայաստանի Հանրապետությունում, իսկ մենք գնում ենք այդ ճանապարհով եւ նախորդ տարի էլ 2025-ին էլ 2024-ի համեմատ արտադրանքի աճ ենք ունեցել, ապա բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության մեր գործընկերների ջանքերի արդյունքում այստեղ ավելի մեծ թվով ուրեմն AI գործարաններ եւ ոչ միայն AI գործարաններ կտեղակայվեն, ինչը համաշխարհային ուրեմն համաշխարհային ցուցանիշներով այդ գործարանները հիմա էներգետիկ համակարգի ամենամեծ շահառուներն են եւ էներգիայի ամենամեծ սպառողներն են, որովհետեւ այնտեղ հովացման հետ կապված հարցեր կան, աշխատանքի հետ կապված հարցեր կան եւ դրանք ավելի մեծ դրվածք են Եվ ճշտում էլ թրիփի հետ կապված հիմա ինչ է տեղի ունենում, գետնի վրա ինչ որ ինչ գործընկերների հետ ուրեմն ուսումնասիրության աշխատանքները ավարտական փուլում են գտնվում, գիտեք որ 2026 թվականի մայիսի վերջ կամ հունիսին ուրեմն Հայաստանի եւ Միացյալ Նահանգների արտգործնախարարները ստորագրեցին համապատասխան փաստաթուղթ վստահ եմ որ մենք 2026 թվականի երկրորդ կես արդեն դեպի ավելի աշուն կամ ձմեռ գնացող ժամանակահատված կանցնենք շինարարության։ Պարոն Խոդացյան, հաշվի առնելով ախալքալակ կարճ երկաթուղու բացումը, հա, մենք ինչ նոր քայլեր ունենք Թուրքիայի հետ ուղիղ առևտրի կապի մասով։ Կարս ախալքալակ երկաթգծի բացումը մեզ հնարավորություն է տալիս Հայաստանում արտադրված ապրանքները տեղափոխել դեպի ախալքալակով կարս եւ կարսով դեպի եվրոպական երկրների ուղղությամբ հնարավորություն է տալիս նաեւ եվրոպական երկրներից իմ նշած երթուղով կարսից ախալքալակ եւ ախալքալակից արդեն Հայաստանի Հանրապետության երթուղով այլ երկրներում արտադրվածը մասնավորապես եվրոպական երկրներում, որոնց մի մասը ԵՄ անդամ է, որոնց մի մասը ԵՄ անդամ չի, սա նշում է, որտեղ ստանդարտների տարբերություն էլ կա, ապրանքներ ներմուծել, այսինքն մեր համար լրացուցիչ շուկաներում հայաստանյան ապրանքը հայտնվելու հնարավորություն է տալիս եւ իմիջիալոց ես ընդամենը օրեր առաջ ախալքալակում մասնակցել եմ բացման միջոցառմանը, շփումներ եմ ունեցել Վրաստանի իմ գործընկերոջ, Վրաստանի Հանրապետության վարչապետ պարոն Կոբախիձեի հետ, նաեւ շփումներ եմ ունեցել Ադրբեջանի համապատասխան ոլորտը համակարգող նախարարի, Թուրքիայի համապատասխան ոլորտը համակարգող նախարարի հետ եւ իրենց շփումներից ունեցած իմ տպավորությունն էլ այն է, որ բոլորը գնահատում են համատեղ ուրեմն արտադրանքը տանախ տարբեր երկրներով այլ շուկաներ տանելու հնարավորությունը, որտեղ այդ հնարավորությունը ինչպես հնարավորություն է Հայաստանի Հանրապետության համար, այնպես էլ հնարավորություն է Ադրբեջանի համար, Վրաստանի համար, Թուրքիայի համար եւ նաեւ պիտի արձանագրեմ, որ բոլորի դիրքորոշումը այն է, որ խաղաղությունը մեզ տալիս է այդ հնարավորությունը խաղաղությունից համատեղ նաեւ տնտեսական օգուտներ քաղելու, որովհետեւ խաղաղություն, եթե կա տարածաշրջանում, այդ խաղաղություն է բոլորի համար եւ եթե տարածաշրջանի ցանկացած երկրում կա պատերազմ, այդ պատերազմը է բոլոր մյուս երկրների համար։ Արտահանելու Թուրքիա այս հարցի պատասխանը Հաշվի առնելով նաեւ Ռուսաստան կողմից բազմաթիվ ապրանքներ կան, որոնք հետաքրքրում են բազմաթիվ ապրանքներ կան, որոնք հետաքրքրում են մեր տարբեր երկրների գործընկերներին, պիտի ասեմ, որ նաեւ օրինակ դեպի եվրոպական շուկա արտահանվել է ծաղիկի խմբականակ, առաջիկայում գյուղմթերքի խմբականակ, Թուրքիայի գործընկերները պիտի ասեն իրենց ինչ ապրանքի է հետաքրքրում, մենք Ադրբեջան օրինակ արտահանման փորձ ունեցել ենք երկաթուղու միջոցով Ադրբեջանից Հայաստան ներկրման փորձ ենք ունեցել երկաթուղու միջոցով եւ այդ ուրեմն ներկրումը եւ արտահանումը շարունակվում են վստահաբար Թուրքիայում կգտնվի այնպիսի ապրանք, որը չկա Թուրքիայում, բայց կա Հայաստանի Հանրապետությունում կամ ավելի մատչելի է Հայաստանի Հանրապետությունում իրենց համար հետաքրքրություն կառաջացնի նույնը նաև մեր դեպքում։ Իսկ եվրոպական շուկաներ Ծավալային տվյալների չեմ տիրապետում, հարգելի գործընկերներ, այդ ոլորտը Հայաստանում համակարգում է էկոնոմիկայի նախարարությունը։ Պարոն Խոդացյան, նաև հարավկովկասյան երկաթուղու մասով արդյոք հստակեցումներ կա թե ոչ, որովհետև այդ կոնցեսիոնի հարցը մնում է այդպես անորոշ, հիմա շարունակվում է այս անորոշությունը։ Մեր համար Հայաստանի Հանրապետության տարածքով անցնող երկաթուղու ցանցի զարգացումը մեր կարևոր առաջնահերթություններից մեկն է եւ այդ նպատակով մենք Ախուրիկի եւ Երասխի հատվածների համար նախագծման մրցույթ ենք հայտարարել
այսինքն այդ մրցույթի ամփոփումից եւ նախագծի պատրաստելու հետ մեկտեղ նաեւ շինարարության մրցույթ կհայտարարենք եւ մեր պլանն է մեր երկաթուղին արդիականացնելն է, մեր երկաթուղին այլ երկրների երկաթուղիներին կապելն է, Կոնցեսիոնի հարցը ինչ է լինելու այս դեպքում եւ ռուսական կողմի հետ համաձայնության չկարողացաք։ Այս պայն ռուսական կողմի գործընկերների հետ աշխատում ենք այն պայմանագրերի շրջանակներում, որոնք ունենք։ Ինչպես գազի դեպքում։ Ուղղակի ճիշտ որ ասացիք այս տարվա երկրորդ կեսին շինարարական աշխատանքները կսկսվեն։ Ծրագրի նկատում եք հենց երկաթուղու շինարարական աշխատանքները։ Կա դժվարանամ ասել կոնկրետ որի ենթակառուցվածքի կսկսվի, երբ որ վերջնական որոշումը կլինի, դրա մասին կամ ես կամ գործընկերները կհայտնեն։ Պարոն Պետյան, խոսեցիք AI գործարանից, վերջերս Գագարինում բացվեց առաջին AI գործարանը եւ պետք է Ամերիկայից գային այստեղ ներկայացուցիչներ, տեղեկ եկեք այցը իրականացվել է եւ ինչ ծառայություններ է այս բան իրականացնում։ Տեղեկ չեմ, այդ ոլորտը չենք համակարգում ենք, այդ ոլորտի հետ կապված էլ պատկերացումները սիրողական մակարդակի են, իսկ այնտեղ որտեղ պատկերացումները սիրողական մակարդակի են, սպասում հանրային մեկնաբանություններ չտալ։